Երբ աշխատանքը կտորի տեսք ունի, դա ինձ խենթացնում է, այն պետք է ծխի նման լինի։ Անունս Բենջամին Շայն է։ Առաջին անգամ սկսեցի զբաղվել շղարշով, երբ դեռ նորաձևության քոլեջում էի։ Այս նյութի միջոցով հայտնաբերեցի, որ այն ունի նաև հոգևոր գեղագիտություն։ Մի տեսակ գազային բնույթ ունի, կարծես կա եւ չկա, եւ որպես գաղափար դա ինձ համար իրոք հետաքրքիր է։ Կարծում եմ այս տեխնիկան ստեղծել եմ հենց դիմանկարի համար, քանի որ այստեղ պետք է հասնել լիակատար ճշգրտության։ Չես կարող ոչ լիարժեք դիմանկար անել։ Ինձ դուր է գալիս ճշգրիտ նկարչական դետալներով որևէ բան ստեղծելու մարտահրավերը։ 100 ժամ է պետք նման գործի համար, հատկապես եթե աչքեր կան։ Աչքերի համար հանգիստ կարելի է 10, 15, 20 ժամ ծախսել։ Այսպիսով ճշգրիտ դետալներ ստանալ հնարավոր է միայն մի շարք փորձերի, սխալների եւ փոփոխությունների միջոցով։ Ես միլիոն անգամ ետո առաջ եմ քայլում, դրա համար էլ այսքան նիհար եմ։ Արվեստանոցում ամեն օր մոտ 50 մղոն եմ անցնում ուղղակի ետո առաջ անելով։ Պարզապես թողնում եմ, որ կտորը գնա այն ուղղությամբ, որով պիտի գնա։ Իհարկե կարող ես ուժ գործադրել եւ դարձյալ հիանալի արդյունք ստանալ, բայց շատ ավելի հետաքրքիր է թողնել, որ կտորն ինքնուրույն աշխատի ներդաշնակության մեջ։ Եվ դու երկու պատմություն կստանաս։ Մեկն այն, ինչ ես եմ արել, մյուսն այն, ինչ նա ինքնուրույն է արել։ Ես հաճախ եմ գալիս Նյու Յորք։ Այս վայրի էներգիան մշտապես այնքան ուժեղ ազդեցություն ունի իմ աշխատանքների վրա, որ թվում է բացարձակ քարտ բլանշ, ազատություն է տրված անելու այն, ինչ ուզում եմ եւ հասցնելու գաղափարը իրենց ծայրահեղության։ Շղարշով հեշտությամբ կարող եմ նոր բաներ գտնել։ Պարզապես այն, ինչի մասին մտածում էի։ Գիտեք, հիմա ուրիշ ոչ մի բանով չեմ կարողանում զբաղվել։ Ամեն օր գալիս եմ արվեստանոց ու չգիտեմ, թե ինչ է կատարվելու, որ ժամին եմ քնելու, չգիտեմ ինչ է լինելու ու երբեմն պարզապես ապշած եմ մնում։ Երբ այլևս չխոսեմ, կարծում եմ կհասկանաք, որ այստեղ չեմ։